Շնորհակալություն Տիկին Երեմյան, այսօր այս դահլիճում մեկ անգամ ձեր խմբակցության կողմից ինքնահայեցման մասին դիտարկում են հնչել, ես հուսով եմ դուք կհետևեք այդ խորհրդին և ձեր վերջին դիտարկումների մասով ինքնահայեցողաբար կվերլուծեք նաև ձեր թիմի հարց ու պատասխանը երեկոյան տեսանյութերը դիտելիս և Տիկին Մանուկյան մինչև հարցին անդրադառնալը մի պարզաբանում ձեր թույլտվությամբ, ձեր ելույթում ներողություն, երբ մեջ բերեցիք պարոն Հարայիկ Հարությունյանի խոսքից, թե մենք էլ ենք իշխանության մաս, իբրև թե, թյուրիմացությունից, շահարկումներից խուսափելու և այդ շահարկումների դուռը փակելու համար մեր խմբակցության դիրքորոշումը արտահայտել, ուժեղ Հայաստանը խորհրդարան է եկել որպես ընդդիմություն, որևէ կերպ, որևէ չափով, որևէ դեպքում ՔՊԱ-կան իշխանության քաղաքականության պատասխանատվությունը չի կրելու, չի կրում և չի պատրաստվում որևէ դեպքում կրել ու մի կարևոր շեշտադրում պարոն Հարությունյան, ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի մասով մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ և մեր օրակարգն է շարունակում մնալ անփոփոխ, մենք այստեղ ենք մեծ փոփոխություն իրականացնելու համար, որը հենց ձեր իշխանության հեռացման մասին է։ Հիմա հարցս Տիկին Մանուկյան, իրական խորհրդարանական վերահսկողական մեխանիզմների ձեր պատկերացումների մասին մի փոքր կխնդրեմ մանրամասնել, որովհետև այս խորհրդարանը քաղաքական մեծամասնության մասով նախորդ հնգամյակում դա ինչ մարմնի էր վերածվել, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Հարությունյան, Տիկին Հարամանյան, երբ ես մեջ բերեցիք մեր գործընկերոջ խոսքը, որ մենք իշխանության մաս ենք, հուսով եմ կոնտեքստից չի կտրվելու, նկատի ունեի դա վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը, որպես տվյալ դեպքում չեմ արդարում, խնդրեմ չհուշել, ինչ վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը այս հանձնաժողովի շրջանակներում, տեսեք, ես արդեն ասացի, որ այս հանձնաժողովը խորհրդարանի ամենաառանցքային հանձնաժողովներից մեկն է և այո, բազմաթիվ են ժողովրդավարական երկրները, որտեղ ամենաառանցքային հանձնաժողովների նախագահությունը վերապահվում է ընդդիմությանը, դրանով հենց արտահայտվում է արդյունավետ, թափանցիկ խորհրդարանական վերահսկողությունը, ինչի հույսը ես փորձեցի ունենալ նաև այստեղ, որ և հարց հնչեցրեցի, եթե չկա հարցնելու բան, եթե ամեն ինչ արվում է ճիշտ, արդար, օբյեկտիվ, արդյունավետ, ապա ինչ է խնդիրը, այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերապահել ընդդիմությանը, անգամ մասնավոր ընկերություններում, որտեղ մարդիկ նույն շահն են հետապնդում, որպեսզի ստանան արդյունքում շահույթ, միևնույն է կա անկախ, աուդիտ, կա վերստուգող և դա նորմալ ընդունված բան է ֆինանսների